Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ Ես այստեղ բանդուղտ եմ և օտար Աշխարհի երգերն ինձ հարազատ չէ Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է Եվ արևն անգամ մի կեղծ պատրան Աշխարհում խավար ու տառապանք է Երկնքում է կանցն ամենաթան Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է Եվ արևն անգամ մի կեղծ պատրան Աշխարհում խավար ու տառապանք է Երկնքում է կանցն ամենաթան Ով Աստված գիտես հոգիս սարավ է Կենդանի ջրի քո աղբյուրի Ես գիտեմ, որ սերը քո ամբավ է Ինձ համար քեզ մոտ կա ավելի Դու գիտես, որ սիրտս քեզ սպասում է Քո երկյուղն է միշտ իմ խորքերում Դու գալիս ու սիրտս լիացնում է Աննման քո փառքն է ինձ գերում Դու գիտես, որ սիրտս քեզ սպասում է Քո երկյուղն է միշտ իմ խորքերում Դու գալիս ու սիրտս լիացնում է Աննման քո փառքն է ինձ գերում Արևի պես դու գալիս փարվում ես Շողերով քո կյանք ես պարգևում Խնդությամբ նորից դու ինձ լցնում ես Ճանաչել տալիս քո սերն անհուն Իմ Հիսուս ինձ թույլ տուր, որ բարվեմ քեզ Արցունքներն իմ քեզ են որոնում Ես գիտեմ իմ սիրտը դու տեսնում ես Մի խոսքից անգամ ինձ հասկանում Ես գիտեմ, որ դու ընդմիշտ ինձ հետ Դու ես Տեր օգնում ինձ այս կյանքում Քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում է Ինձ պահում կանգուն ու հաստատում Եկեք միասին ասենք իմ Հիսուս ինձ թույլ տուր, որ փարվեմ քեզ Արցունքներն իմ քեզ են որոնում Ես գիտեմ իմ սիրտը դու տեսնում ես Մի խոսքից անգամ ինձ հասկանում Ես գիտեմ, որ դու ընդմիշտ ինձ հետ ես Դու ես Տեր օգնում ինձ այս կյանքում Քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում է Ինձ պահում կանգուն ու հաստատում Ինձ պահում կանգուն ու հաստատում Ամեն Թող նրան լինի փառքը Թող մեր արցունքները որոնեն նրան
Թող մեր օծանելիքը, մեր անուշահոտ երկրպագությունը գտնի նրան, նրա ոտքերը։ Թող խոնարհությունը մեր ծնկները տեղ գտնեն Հիսուսի ոտքերի մոտ, պաշտելով եւ երկրպագելով նրան անկախ Սիմոնների կարծիքներից եւ փարիսեցիական գնահատականներից։ Եղեք օրհնված սիրելի քույրեր, եղբայրներ, համեցեք նստել Տիրոջ ներկայության մեջ։ Շնորհակալ ենք Հորից, որ օտարներից դարձրեց բարեկամներ, անծանոթներից ծանոթներ եւ հարևան քաղաքում ապրող մեր քույր եղբայրների հետ որ կապ չունեինք ընդհանրապես դարձրեց լավ հարևան բարեկամներ։ Ես ուրախ եմ ձեզ համար, որ կաք այս քաղաքում, թող Աստված օրհնի ձեզ, բազմապատկի ձեզ, որպես լույս, որպես կրակ սարի վրա, թող միշտ վառվի ու լուսավորի այս քաղաքում օտարացած, Աստծուց հեռացած ու խավարած սրտերն ու աչքերը։ Ամեն։ Այդ կրակներից մեկը դու ես։ Իրես մեծ կրակը ստացվում է փոքրիկ փայտերից։ Եթե փայտիկներ վերցնենք Գեդեոնի կրակներից սարքենք, կարող է տենց լավ լույս չտա։ Հերվից է, լավ է երևում։ Բայց եթե Աբրահամի նման մի խուրձ կապենք, այդ դա ուրիշ կրակ է։ Այսինքն երբ մենք անհատ մեր լույսն ենք ուզում տանք, այդ ուրիշ է, էլի լույս է, կարելի ասել լույսի կա։ Բայց երբ մենք միաբանվում ենք ու փոքրիկ այդ կրակներից ստանում ենք մի մեծ կրակ, հավատացեք դրա արդյունքն ու արդյունավետությունը լրիվ ուրիշ է։ Եթե համաձայն չես, ամեն մի ասա։ Ես ուզում եմ Աստծո խոսքով գնանք առաջ, նայենք Աստծո խոսքից մի հետաքրքիր պատմություն Հիսուս Քրիստոսի առօրյայից։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ ապրում էր երկրի վրա, նա թույլ տվեց, որ գրվի ու հիշատակվի նրա ապրածը, նրա ապրածից որոշ դրվագներ, քարոզներից, հրաշքներից, բայց բացի այդ հրաշքներ, քարոզներ, զորություններ, բժշկություններ կար նաև ծառայության մեջ բացահայտող զորություն, որ Հիսուսը բացահայտում էր մարդկանց ներսը։ Նա կարողանում էր նստել կամ կարողանում էր մի խոսք ասել ու ամբողջ այդ ժամանակվա փարիսեցիական եւ հոգեվոր խավին խառնել իրար։ Երբեմն ինձ թվում է, որ մեր Տեր Հիսուսը դիտմամբ էր անում։ Դիտմամբ սկսում էր մարդկանց փորփրել, էլի, որպեսզի բացահայտել ու տեսնել մարդկանց մեջ ինչ կա։ Դե մարդուն էլ գիտես, ասում է, որոշեցի, որ լեզվով չխոսեմ, մեղ չգործեմ, բայց լեցվեց ու պայթեցի։ Մարդը այն տեսակն է, որ Հակոբոս Առաքյալը լեզվի մասին շատ ուժեղ քարոզ ունի, խորհուրդ կտամ լսեք կամ կարդաք։ Դու գիտեք զորությունը, որ կարողանում է եւ վերևից եւ ներքևից գերբնական ուժ բերի։ Բայց մի պատմություն կա Աստվածաշնչում, ես հավատում եմ, որ Արման եղբայրը շատ հրաշալի կերպով դետալ առ դետալ, որովհետև ինքը վարդապետական շնորհք ունի, ես ուղղակի քարոզիչ եմ, ինքը ձեզ ավելի մանրամասը, եբրայական սովորույթներով, բառերի բացատրություններով եւ այլ, շաբաթ, շալոմ, Եշուա, Մշիա, ես հայ եմ, հայերեն եմ խոսելու։ Ես այդպես սիմվոլիկաներից լավ չեմ, դուք Փառք Տիրոջը լավ գրագետ հույվ ունեք, ինքը այն ինչ որ պետքա ձեզ ասում է։ Թույլ տվեք այսօր ես իմ սրտից խոսեմ, այն ինչ որ տեսել եմ Աստծո խոսքի մեջ, այն ինչ որ խոսում եմ մեր մոտ։ Հովհաննես ավետարան 11-րդ գլխում, եթե կարելի է էլեկտրոնային տարբերակից օգտվեմ, Աստվածաշունչ ունեմ։ Հովհաննես 11-րդ գլխի 7, 8 եւ 14-16 համարներից եմ կարդալու։ Բոլորդ լավ գիտեք, որ Հովհաննես 11-րդ գլուխը պատմում է Հիսուսի սիրելի ընտանիքներից կամ ընտանիքի մասին։ Մարտայի, Մարիամի, Ղազարոսի ընտանիքի մասին եւ գրված է, որ Հիսուսը սիրում էր նրանց։ Այդ ընտանիքը սիրում էր։ Դե հիմա մեր Տեր Հիսուսն էլ տենց ուներ։ Օրինակ գնում էր աղոթքի կամ գնում էր այլակերպվելու 3 հոգու վերցնում գնում էր։ Դե չգիտեմ, որ գնանք այնտեղ կհարցնենք ինչի Տեր։ Բայց այդպես էր ուզում, թող իր կամքը լինի ամեն բանում։ Հիմա գրված է, որ Հիսուսը սիրում էր այդ ընտանիքը։ Գուցե Հիսուս իրան շատ հանգիստ էր զգում, դե լավ էին վերաբերվում, հավատում էին, երկրպագում էին, մի խոսքով շատ չխորանանք եւ լուր է գալիս այդ ընտանիքից ու ասում են, որ Ղազարոսը հիվանդ է, քո սիրելին, քո ընկերը, քո բարեկամը հիվանդ է եւ խնդրում ենք, որ գաս բժշկես նրան։ Ու դրանից առաջ 10-րդ գլխում երբ մենք կարդում ենք, տեսնում ենք, որ Հովհաննես 10-րդ գլխում պատմում է Հիսուսը տաճարում, երբ խոսում էր,
խոսելով իր եւ հոր հարաբերությունների մասին, հասցրեց միտեղ, որ ուզում էին քարկոծելով սպանել նրանց։ Բայց նա թողեց Երուսաղեմը, դուրս եկավ եւ գնաց մյուս ափը, հետո նորից լուր է գալիս ու ասում են հետ արի, էլի արի Հրեաստան, արի Հուդա, ու Հիսուսն ասում է, գիտեք, աշակերտներին ասում է, դրանից հետո աշակերտներին ասեց, եկեք նորից Հուդա գնանք։ Այն տեղը, որտեղից որ դուրս էին եկել, որտեղ որ մահվան սպառնալիք կար։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբի, հրեաները մինչև հիմա ուզում են քեզ քարկոծել եւ դու դարձյալ այնտեղ ես գնում»։ Այն ժամանակ Հիսուսը նրանց բացահայտ ասեց. «Ղազարոսը մահացել է։ Եվ ես ձեզ համար ուրախ եմ, որ հավատալու եք, քանի որ ես այնտեղ չէի, երբ նա մահացավ, սակայն եկեք գնանք նրա մոտ»։ Ես անջատ եմ կարդում պատգամից խոսքերը առանձնացրած, դուք ամբողջ գլուխ ունեք ձեր աչքերի առաջ։ Երբ մենք նայում ենք աշակերտների արձագանքը, եկեք խոստովանենք, որ սպասելի էր, որովհետև մահվան սպառնալիքից փրկվել են, մի կերպ հասել են մյուս ափը, ու հիմա Տեր Հիսուսն ասում է, եկեք նորից գնանք այդ վայրը, նրանք ասում են, Տեր, ախր մինչև այսօր այդ սպառնալիքը կա, մինչև այսօր ուզում են մեզ սպանեն։ Մենք հազիվ ենք փրկվել, մի կերպ դուրս եկանք այդ սպառնալիքից, այդ հալածանքից, դու նորից մեզ տանում ես այդ տեղը։ Հիսուսն ասում է, ախր եղբայրներ ջան, աշակերտներ ջան, լսեք, մեր ընկերը, մեր բարեկամը Ղազարոսը մահացել է։ Եվ ես ուրախ եմ ձեր համար, որ դուք սենց եք մտածում, բայց հավատացեք, որ հեսա հավատալու եք, տեսնելու եք Աստծո փառքը, սա Աստծո փառքի համար է եւ այլը, ու աշակերտները կարծես հասկանում են Տիրոջը, հնազանդվում են, բայց մի աշակերտ կար, որ ավելի իմաստուն էր փորձում խաղալ ու թվալ։ Այդ ժամ Թովմասը, որ երկվորյակ էր կոչվում, աշակերտիցներին ասեց. մենք էլ գնանք նրա հետ մեռնելու։ Ուրեմն երբ աշակերտների միաձայն արձագանքը սա էր, Տեր, բայց այնտեղ վտանգավոր է, չգնանք, ու վարդապետն ասում է պիտի գնանք, աշակերտները լռում են։ Բայց դե ինչպես բոլոր եկեղեցիներում մեր մոտ կան տես մարդիկ, դե ձեր մոտ չի կա տես բան լինի, բայց մեր մոտ կան մարդիկ, ովքեր բոլորից խելացի են։ Իրանք ավելի լավ են հասկանում կյանքը։ Իրանք Հիսուսի մասին ավելի են մտածում, աշակերտների մասին, բայց իրականում սրտեր քննող Աստված է, շարժարիտներ Աստված է բացահայտում, ու Թովմասը կարծես թե ոգևորված աշակերտների այդ հակառակությունից կամ այդ կասկածամտությունից ինքն էլ իր կարծիքը հայտնեց, բայց եկեք տեսեք, որ ինքը կարծիք չհայտնեց։ Ինքը վերջնական եզրակացություն արեց ու ասեց. եկեք գնանք այնտեղ մեռնենք։ Հիսուսն ասում է գնալու ենք այնտեղ, լավ է լինելու, դուք հավատալու եք։ Աշակերտներն ասում են, դե մի բան գիտի, առաջի անգամ չի հիշում եք նավի վրա, ծովի վրա, ձուկը, այս հարությունը են, հրաշքը, լուր մնանք էլի, առաջի անգամ չի, որ խոսել ենք ու անհարմար վիճակում ենք հայտնվել, պատկերացեք, որ Պետրոսը ամենաակտիվն է, չի, ամենտեղ Պետրոսն աշկի ընկնում, մեջ ընկնում Հիսուս, դու չես խաչվի Հիսուս եւ այլը, այս անգամ Պետրոսը, պատկերացեք, որ Պետրոս իրան զսպել գիտի, բայց Թովմասը խոսում է, ասում է տղեկ, գնում ենք այնտեղ մեռնելու։ Մենք էլ գնանք իր հետ մեռնելու, այսինքն իրան ուզում էին քարկոծեին, հերիք չի, մեզ էլ հետը տանում է սպանի։ Առաջի հայացքից Թովմասի արձագանքը, Թովմասի պատասխանը մեր մոտ տենց հատուկ ինչ որ ուշադրություն չի առաջացնում, մենք նայում ասում ենք, դե մարդ է, վախեր ուներ, բարձրաձայնեց։ Բայց երբ նայում ենք Աստվածաշնչում այլ պատմություններ, օրինակ թերթում ենք Աստվածաշունչը եւ գնում ենք Հովհաննես ավետարանի 14-րդ գլուխը, 11-ից գնում ենք 14-ը, մենք տեսնում ենք, որ Թովմասը լեցված էր բացասականությամբ, նեգատիվ մտքերով, կասկածամտությամբ, միշտ հակառակվում էր, միշտ տարբերվում էր իր սուր մտքերով, քննադատություններով, կա մարդ, ասում է, իմ քարը ծանր է, ախպեր, ասում է, ես որ ասում եմ, ինձ չեն սիրում, դե ես ուղիղ խոսացող մարդ եմ, չէ՞։ Կան մարդիկ, ովքեր անմակարդակ են, վիրավորում են մարդկանց, ասում են, իմ քարը ծանր է, եղբայր կամ քույրս, կարելի է մարդկանց սիրով ասել, կուլտուրական ասել, եւ կարելի է վարդապետից հետո չշարունակել։ Եթե վարդապետն ասում է գնում ենք, մեր Տեր Հիսուսն ասում է գնում ենք, Աստվածաշունչն ասում է այդպես է, եկեք մեր կարծիքները խոնարեցնենք ու ասենք ոնց բոլորը այդպես մենք։ Ամեն։ Բայց Թովմասը այդ տեսակը չէր, երկվորյակ էր։ Շատերը այս բառի մեջ բան են գտնում, ասում են նաև երկմիտ իմաստ ունի, ես չեմ կարող ասել, արմա եղբայրը ձեզ կբացատրի։ Հետաքրքիր է, աշակերտների մտահոգությունից հետո Թովմասի արձագանքը։ Բայց Հովհաննես 14-4-ից 5 խոսքն եմ ուզում կարդալ, երբ Տեր Հիսուսն ասում է մի տրտմեք, մի տխրեք, դե պատկերացրեք իրանց պարծանքը, իրանց վարդապետը, իրանց մեծը, ումով պարծենում են, գլուխ են գովում, հեսա մեր Հիսուսը կգա, գիտեք ինչ կանի, հեսա որ Հիսուսն եկավ, Տեր,
Ու Հիսուսն ասում է, ես ձեզ թողելու եմ գնամ հորս մոտ, բայց կարճ ժամանակ է, մի տրտմեք։ Նորից գալու եմ, ձեզ տանեմ այնտեղ, որտեղ որ բնակարաններ կա եւ այլը։ Ու բոլորս էս նայում են, տրտմած են, խոսում են, Տեր, ոնց կլինի բան, Թոմասը հատուկ ինքը բարձրագույն տենց ավարտել էր բացասականության գծով, մեջ ընկավ։ Եվ Հիսուսն ասում է, դուք գիտեք, ես ուր եմ գնում եւ ճանապարհն էլ գիտեք։ Թովմասը նրան ասաց, արդեն Հիսուսին է պատասխանում. Տեր, մենք չգիտենք։ Պատկերացնում եք, հələ դուք վերցրեք մեր օրերի վրա։ Հիսուսը կանգնի ասի, ժողովուրդ, դուք գիտեք, ես ուր եմ գնում։ Դե մենք գիտենք, երկինք ա գնում։ Մեր օրերն է, պատկերացրեք, պիտի ու մեզանից մեկը Հիսուսի խոսքից հետո ասում է չգիտենք։ Մնացածի արձագանքը ոնց կլինի։ Մարդը ասում է, ինչ լավ է, ես էլ էի մտածում ինքը մեր տեղը ասեց, հələ տենանք ինչ կասի, մարդը ասում է, վայ Աստված, ոնց է համարձակվում մեր Տիրոջ խոսքից հետո խոսք ասի։ Արձագանքները տարբեր են։ Այդ թողում եմ ձեր երևակայությանը, գնանք առաջ։ Թովմասը նրան ասեց. Տեր, մենք չգիտենք, թե ուր ես գնում, արդ ճանապարհը ինչպես կարող ենք իմանալ։ Մի քանի խոսք վերև, Հիսուսն ասում է, գնում եմ հոր մոտ, այնտեղ բնակարաններ կա, Թովմասը ներկա չի, մարմնով տեղ է, մտքով չգիտեմ որտեղ է։ Եվ Թովմասն ասում է, չգիտենք։ Սա երկրորդ անգամն է, երկրորդ դեպքն է, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը հենց ուղակի տեղում կասկածի տակ է դնում հրապարակային աշակերտների, առաքյալների ներկայությամբ Թովմաս առաքյալ կոչվածը։ Եվ մենք նայում մտածում ենք, ասում ենք, դե նորմալ է, դե մարդ այդ բնավորություն է։ Չկան օրինակ մարդիկ, մեր մոտ շատ կան, հանդիպում է ծառայության մեջ, մենք էլ ունենք դες բնավորության գծես, եղբայրներ ջան, դե հարմարվեք, էս իմ տեսակն է։ Ես միշտ ասում եմ, որ ամեն մեկը իր տեսակով մնա եկեղեցու մեջ, պատկերացնում եք ինչ կլինի։ Ասենք մարդ կա, որ բարկությունից է ապաշխարե։ Ինք շատ բարկացող է։ Առաջի խոսքից, երբ իրան ընդհատում ես, երկրորդ խոսքից հարվածում է։ Ասենք դա եղբայր է։ Հարմարվի եղբայր ջան։ Մյուսը հանցագործ կյանքից է ապաշխարե։ Ասենք երկրորդ բառից ոչ թե հարվածում է, այլ կտրող ծակող գործիքով է հարվածում։ Ասենք եղբայր ջան, դա քո բնավորությունն է, քո սովորույթն է, հարմարվենք։ Այն մյուսը մի ձև, այն մյուսը մի ձև, ու գիտեք եկեղեցում ինչ կկատարվի։ Մենք պիտի չհարթարացնենք մեր բնավորությունը, մեր մեղքը, մեր թերությունները ու դարձնենք հեշտ ընկալելու, ասենք դե այսպես է հարմարվեք, ոչ, մենք պիտի փոխվենք։ Մենք պիտի փոխվենք, ու հենց այնպես չէր, որ Հիսուս աշակերտների անունները փոխում էր։ Պիտի փոխվի մեր էությունը, մեր բնավորության գծերը, եւ դա լավագույն ձևով անում է խաչը մեր կյանքի մեջ։ Իհարկե առանց մեր կամքի Աստված դա չի անի, մենք պիտի հանձնվենք։ Մենք որպես կենդանի զոհ պիտի հանձնվենք, եկեք չշեղվենք, ուրիշ տեղ ենք գնում։ Եվ ինչ ենք տեսնում, Թովմաս առաքյալի բնավորության գիծը չէր հղկվել, Թովմաս առաքյալի էությունը չէր փոխվել, լինելով Հիսուսի կողքին, տեսնելով բազում հրաշքներ։ Նա եկեք խոստովանենք, որ երբ գնաց Ղազարոսի հարությունը տեսավ, աշակերտները նայում էին Թովմասին, դե պատկացեք, է եղել է, որ մի բան հովիվն ասում է, եկեք վերցնենք հիմա եկեղեցու մակարդակով, մեկը կտեսնենք ինչ կլինի, հետո տեսնում ենք ինչ ա լինում, այն դրական տրամադրվածները նայում ասում են, հա, բա հիմա ինչ կասես։ Ես պատկերացնում եմ, որ Պետրոսը կամ Հովանեսը, Հիսուսի սիրելի աշակերտը ասեց. Թովմաս, բա ինչ կասես։ 4 օրվա մեռել է, հարությունը առե։ Թովմաս, բա հիմա ինչ կասես։ Թովմասը արդեն հայտնաբերել էր, որ ինքը սխալ է, բայց չէր փոխվել։ Կան չէ՞ մարդիկ, ովքեր զղջում են, բայց չեն ապաշխարում։ Փոշմանում են, ասում են լավ բան չեղավ, եղբայր ջան, լավ բան չեղավ, քույրիկ ջան, բայց նույն սխալն անում է մի քանի օր հետո կամ մի քանի րոպե հետո։ Մենք զղջալուց հետո պիտի գնանք ապաշխարության ու ապաշխարության պտուղը պիտի մնա։ Եվ մենք տեսնում ենք Թովմասի բացասականությունը, Թովմասի այս վատ կողմը, կասկածամտությունը, սկզբից Թովմասը կասկածեց, հիշեք, խնդրում եմ ես միտքը հիշեք, Ղազարոսի հարության լուրը լսելուց, ասես չեմ հավատում։ Չի լինի։ Հիսուսն ասում է գնանք, ասես չի։ Գնալու ենք այնտեղ մեռնենք, աղբոր նման էլի, պետք չի ֆանատիկ լինել, հա էլի հավատացյալ ենք, էլի եկեղեցի են գալի, բայց աղ պետք է մի խորացեք։ Երբ Հիսուսի հետ եք, համարձակ խորացեք։ Երբ ձեր նավի մեջ Հիսուսը կա, խորացեք։ Դատարկ հետ չեք գալու, լիքը հետ եք գալու։ Որպեսզի շատ չերկարացնեմ, հարց տամ. ուր տարավ Թովմասի բացասականությունը Թովմասին։ Լավ ինչ եղավ։ Ձեզ մոտ հարց չի առաջանում, բա մեր Տեր Հիսուսը ինչի՞ մի հատ Թովմասին sense չէր հանդիմանում էլի, ասեր Թովմաս տեսար, որ ասում է օծյալը ես եմ, որ ասում է ինձի հավատա կտեսնես Աստծո փառքը, չէ, հետաքրքիր է Հիսուսի լռությունը։ Առաջի դեպքում Հիսուսը լռում է, նայում է Թովմասին, գուցե ասում է վայ Թովմաս։ Երկրորդ դեպքում ասում է Թովմաս ջան, ախր նոր, հենց նոր քարոզի ժամանակ ասեցի, որ գնում եմ, դու
Զարմանում էր Տեր Հիսուսը։ Բայց Թովմասը տենց մտածում էր, որ ինքը տենց ուղիղ խոսացող է, ինքը բոլորից լավ է հասկանում, իր բացասական այդ նեգատիվը միշտ տենց առաջ էր մղում, տեսնենք ուր տարավ Թովմասին այս գիծը։ Նորից Հովհաննես Ավետարանի 20-րդ գլուխը թերթենք եւ առաջի 3 խոսքերը կարդամ, հետո 10, 16 եւ 24 խոսքերը։ Այս այն պահն է, երբ Հիսուսն է հարություն առնում։ Շաբաթվա առաջին օրը արշալուսին, դեռ լույսը չբացված, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման եւ տեսավ, որ քարը գլորված է գերեզմանից, վերցված է։ Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի եւ այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր, եւ նրանց ասաց. Տիրոջ գերեզմանից վերցրել են, Տիրոջը գերեզմանից վերցրել են, ու չգիտենք թե որտեղ են նրան դրել։ Այդժամ Պետրոսը ու մյուս աշակերտը դուրս եկան եւ գերեզման գնացին։ Աշակերտները դարձյալ տուն գնացին, ես անջատ եմ կարդում, գնացին գերեզման, տեսան, որ դատարկ է ու գրված է, այն աշակերտը, որ երկրորդը մտավ, Հովհաննեսի մասնախոսքը, տեսավ ու հավատաց։ Գիտես, մարդ կա մի բան տեսնում է ու հավատքից ընկնում է, մարդ կա այդ նույն իրավիճակի մեջ հավատում է։ Պետրոսը գնաց, գրված չի, որ Պետրոսը հավատաց կամ մյուսները հավատացին, իրավիճակ կա, մեկին գցում է, մեկին կոփում է։ Դրա համար հիմքը կարևոր է, ժողովուրդ ջան։ Այն ինչ որ Հիսուսն ասել էր նախկինում, գուցե եւ, սա իմ կարծիքն է, կարող եք չհամաձայնվել, Հովհաննես իր սրտի խորքերում լավ դրել էր։ Դրա համար երբ գերեզմանը հայտնաբերեց դատարկ, ոչ թե հավատքից ընկավ, Էմաուսի ճանապարհի այլ աշակերտների նման ասես, բա մենք էլ գիտենք, ինքը հավատաց, որ Հիսուսը հարություն է առել։ Ոչ թե ինչ որ մեկը վերցրել է նրա մարմինը, այլ նա հարություն է առել իր խոստման համաձայն։ Ետ վերադարձան։ Երկու աշակերտները ետ վերադարձան, եկան մյուս առաքյալներին, ասեցին. Բայց Մարիամը մնաց գերեզմաններում եւ նորից կրճատ կարդում եմ, Հիսուսն ասեց նրան. Մարիամ, նա շրջվեց ու եբրայերեն ասեց Ռաբունի, որ վարդապետ է նշանակում։ Հիսուսն ասաց նրան. Ինձ մի մոտեցիր, քանի որ դեռ հորս մոտ չեմ բարձրացել։ Հիշում եք Հովհաննես 14-ում ասում էր՝ պիտի բարձրանամ հորս մոտ, գնալու եմ, նորից գամ եւ այլը։ Հորս մոտ չեմ բարձրացել, բայց դու իմ եղբայրների մոտ գնա ու ասա նրանց. Ես իմ հոր եւ ձեր հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստծո եւ ձեր Աստծո մոտ։ Պատգամը չէր փոխվել հարությունից հետո։ Հովհաննես 14-ում Հիսուսն ասեց. Ես գնում եմ։ Թովմասը կասկածեց, աշակերտները տրտմեցին, բայց երբ նա հարություն առավ, ասեց խոսքը, պատգամը, ավետիսը նույնն է։ Ես գնում եմ իմ հոր մոտ։ Հարություն եմ առել, բայց բան չի փոխվել, գնում եմ։ Այսինքն, եթե այս մասը կատարվեց, նա էլ է կատարվելու։ Եթե ես գնում եմ, խոսք եմ տվել, գնում եմ, եթե ասել եմ, ետ եմ վերադառնալու, կատարվելու է, ետ եմ վերադառնալու։ Գնա իմ աշակերտներին ասա։ Մարիամ Մագդաղենացին եկավ եւ աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը։ Մարիամը տեսել էր Տիրոջը, աշակերտները լսել էին Հիսուսի հարությունը նրանից, ով տեսել էր։ Եկեղեցում կամ աշակերտների մեջ, կամ ինչ որ մեկը պիտի հանդիպի Հիսուսին, այսպես ձևակերպեմ միտքս, կամ մենք տեսել ենք Հիսուսին, կամ հետևում ու լսում հավատում ենք նրանց, ովքեր տեսել են Հիսուսին։ Կան մարդիկ, ովքեր տեսում են Հիսուսին, եւ կան մարդիկ, ովքեր հավատում են Հիսուսին տեսած մարդկանց ու սպասում են Հիսուսին։ Եթե դու անձնապես չես հանդիպել Հիսուսին, քո եկեղեցի գալը վկայում է, քո քարոզչության նստելը եւ Աստծո խոսքին ամեն ասելը վկայում այն մասին, որ դու անձամբ չես հանդիպել Հիսուսին, բայց հավատում ես այն վկաներին, ովքեր հանդիպել են Հիսուսին, եւ հավատում ես նրանց ավետիսին, որ խոսում են քո ականջներին, որովհետեւ Մարիամը տեսավ, աշակերտները լսեցին, բայց Թոմասը չկար։ Եկավ աշակերտների մոտ, ասեց, որ Հիսուսը հարություն է առել, ինքը տեսել է վարդապետին։ Նույն օրը, շաբաթվա առաջի օրվա երեկոյան, արդեն մի քանի ժամ հետո, ես հավատում եմ, եթե աշակերտները մնային Մարիամի հետ, գուցե եւ նրանք էլ հանդիպեին Հիսուսին։ Կան մարդիկ միշտ վռազ են, թե ուր ես գնում, չգիտես։ Այդ հալածանքների մեջ, այդ սքի օրերի մեջ, երբ վարդապետը, ձեր սիրելի վարդապետը չկա, ու մեկ էլ հայտնաբերում եք, որ մահացած մարմինն էլ չկա, ուր եք գնում։ Բայց արի ուտես Մարիամը գնալու տեղ չուներ։ Մնաց ու տեսավ։ Սպասողները, մի շտապեք, սպասեք։ Եկավ Հիսուսը,
Մարիամ Մագդաղանացին եկավ եւ աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը եւ որ նա իրեն այս բաներն է ասել։ Նույն օրը շաբաթվա առաջի օրվա երեկոյան, երբ հրեաների վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մեկտեղ եւ դռները փակել, Հիսուսը եկավ եւ նրանց մեջտեղում կանգնեց եւ ասեց նրանց. «Խաղաղություն ձեզ»։ Եվ այս ասելով նրանց իր ձեռքերն ու իր կողքը ցույց տվեց, խոցերը, վկայություն, որ ես եմ։ Եվ աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։ Հիսուսը դարձյալ ասեց նրանց. «Խաղաղություն ձեզ»։ Ես մի քիչ հումորի եմ վերածում, այս պահն ասում եմ, երբ մարդը վախի մեջ ալում, ասում ես խաղաղություն ձեզ, հիմա էլ ուրախությունից աղմուկ անում, Հիսուսն ասում է խաղաղություն ձեզ, էլի, մի րոպե, հանգստացեք, սենց այն ժամանակ վախից էին աղմկում, հիմա էլ ուրախությունից են կորցրել, Հիսուսն ասում է խաղաղվեք, խաղաղություն ձեզ, ես եմ, եթե որ լռեք, սպասեք, ցույց կտամ, որ ես եմ։ Հիսուս երկրորդ անգամ ասեց. «Խաղաղություն ձեզ, ինչպես իմ հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։ Ուշադրություն դարձրեք։ Աշակերտները բոլորը վախից հավաքված էին միտեղ։ Մարիամը առաջինը տեսավ, մի քանի ժամ հետո տեսան առաքյալները, եւ Հիսուսը նրանց իշխանություն է տալիս եւ խոսք է ասում։ Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասեց. «Առեք Սուրբ Հոգին»։ Ես չեմ մեկնաբանելու այս համարները, Արման եղբայրը կմեկնաբանի, ես կարդում եմ տեքստը, բայց կարևորում եմ, տեսեք ինչ արժանի ու ինչ անբացատրելի զորություն եւ իշխանություն են ունեցել աշակերտները, ովքեր ներկա են այդ ժամանակ։ Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասեց. «Առեք Սուրբ Հոգին, եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա»։ Բայց Թովմասը 12-ից մեկը երկվորյակ կոչվածը նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Բացասականությունը, նեգատիվ լինելը, կասկածամիտ լինելը մենակ խոսքի մեջ չի, որ մարդիկ ասում են ու տենց անցավ գնաց։ Դա մի օր այնքան է խորանալու, որ պատմության մեջ ամենամեծ ու անկրկնելի իրադարձությունից զրկելու է կասկածամիտ մարդկանց։ Հիսուսի հարությունը, իշխանություն ստանալը, Սուրբ Հոգին փչելով նրանց վրա արձակելը, զորություն տալը, որ աշակերտները ստացան միաբանության մեջ, երբ բոլորը մեկտեղ հավաքված էին, ի մեջ հարց առաջանում, Թովմասը որտեղ էր։ Թովմասը, որը տենց սիրտը վառվում էր, որ մտածում էր չգնանք, աղբերներ ջան չմեռնենք, չգնանք, չհալածվենք, աշակերտները հրեաների վախից հավաքված են, Թովմասը չկա։ Հարության լուրը առաջինը հասնում է աշակերտներին, Թովմասը չկա։ Հիսուսը իր առաջի այցելությամբ գալիս է, ցույց է տալիս վկայությունը, խոցերը իր, Թովմասը չկա։ Հիսուսը զորություն է տալի ներկա եղող աշակերտներին, իշխանություն է տալի, Թովմասը չկա։ Եվ դուք մտածում եք, սա պատահական է։ Սա այն կասկածամտությունն է։ Այն փոքրիկ արմատն է, հիշում եք, որ չէր հավատում Ղազարոսի հարությանը։ Մինչ մենք չենք հավատա Հիսուսի հարությանը, դա սկսում է Ղազարոսի հարությանը չհավատալուց։ Ոչ մի բան միանգամից չի լինում, սիրելի քույրեր եղբայրներ։ Մի փոքրիկ սեր, մի փոքրիկ թթխմոր, դառը արմատ։ Եվ Թովմասի կյանքում, մինչ ինքը կասեր, չեմ հավատում, որ Հիսուսը հարություն է առել, նա սկզբում ասեց, չեմ հավատում, որ Ղազարոսը հարություն կառնի, պետք չի գնալ։ Չեմ հավատում, որ դու գնալու ես երկինք։ Չեմ հավատում, հասցրեց նրան միտեղ, որ ինքը իր վարդապետի հարությանն էլ չէր հավատում։ Եվ մենք տեսնում ենք Աստվածաշնչում, Թովմասը ամենակարևոր պահին բացակա էր։ Սա օրինակ է մեզ համար, որ չլինենք բացասական եւ թերհավատ, այլ սովորենք ճիշտ ժամանակին լինել ճիշտ տեղում, եկեղեցում, լսել բարի լուրը, տեսնել Հիսուսին ու լեցվել Սուրբ Հոգով։ Եթե անգամ մենք չենք տեսել, չենք լսել, հավատանք ու վստահենք Մարիամ Մագդաղանացու վկայությանը։ Եթե Մարիամին չենք հավատում, հավատանք առաքյալների վկայությանը, որովհետև նրանք էլ էին տեսել Հիսուսին։ Եվ Հովանես Ավետարան 20-րդ գլխի 25-րդ խոսքը, նորից Հովանես Ավետարան, տեսնում ենք, որ մյուս աշակերտները Թովմասը գալիս է, լսում է։ Ահա, կռվելու գործ կա, հակառակվելու գործ կա, գնանք։ Այն որ նորմալ հավաքույթ է, նորմալ ժողով է, ժողովուրդ հավաքվում են, Տիրոջ ներկայությունը վայելելու, Սուրբ Հոգու ծպում ստանալու, մարդիկ կան չկան, բայց որ ինտրիգ կա, ընդեղ են։ Ոնց հարություն առել։ Սա գնամ ապացուցեմ, որ տես բան չկա։ Այդ Մարիամը, Մարիամին եք հավատում։ Եվ այլն։ Հետաքրքիր է։ Թե ասեմ ամեն գնանք։ Էսա ասում եմ։ Մյուս աշակերտները Թովմասն եկավ, ասեց, տղեկ, ես ինչ ա եղել։ Իմ երևակայում եմ։ Նրան ասացին, Տիրոջը տեսանք։
Իսկ նա նրանց ասաց. եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ, ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ, եւ իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա։ Մեկ խոսքով գիտեք ինչ է նշանակում։ Չեմ հավատում, ախպեր։ Չկա տենց բան։ Ձեր աշկին երևաց, այ քուրջան ասել են քիչ ծոմպայի, քիչ աղոթիա, քիչ կարթա էլի, մի քիչ աշխարհի երաժշտություն լսի, մի քիչ ծրվի այդ X Factor բան լսի, աշխարհային երաժշտություն, շատ ես խորացել, դու ֆանատիկ չես, մենք աշխարհի մեջ ենք եւ կան, չէ՞, սենց լղոզված ավետարան կա, որ սենց տարբեր ձևերով սենց արդարած, փոխանակ փոխվեն, արդարացնում են իրենց սխալ ապրելակերպը։ Մի Թոմասը էս պատկերացնում եմ շատ բան գրված չի, բայց Թոմասը այսքան բան չասեց ու նստավ։ Հա Պետրոս ասում է դու հավատում ես Պետրոս։ Չէ, հնարավոր չի։ Մարիամ, ախր դու գիտեք Մարիամը ինչից է ապաշխարը, եղբայրներ դուք ես պատկերացնում եմ, բացասական անհավատ կասկածամիտ մարդը հնարավոր է որ տարածվի, սա իմ երևակայությունն է, կարող չընդունեք։ Բայց շարունակենք։ Ինչ եղավ։ Թոմասը պահանջ դրեց ու ասեց ես պետքա տեսնեմ ձեռքերս, Հիսուսը տեղ չի։ Բայց լավը գիտեք որն է, որ Հիսուսը ֆիզիկապես ներկա չլինելով լսում է Թոմասի արձագանքը։ Դու գիտեք պատահական է որ Հիսուսն եկա ասեց Թոմաս, թե Պետրոսը գնաց խաբար տվեց, չէ։ Հիսուս ներկա էր, բայց ներկա չէր։ Հիսուս ֆիզիկապես շոշափելի ձևով այդտեղ չէր, բայց հոգովը տեղ էր։ Ու տեսավ Թոմասի արձագանքը, ասեց Թոմաս, այն առաջ երկու անգամ ձեն չանի, բայց հիմա տես ես քեզ ինչ եմ ասելու, տղա ջան։ 8 օր հետո լասեք 8 օր հետո պատկերացնում ես Հիսուսը հարություն առնի առաջի օրը չտենաս 8 օր անցնում է այդ 8 օր հետո Թոմաս այս ինչքան հետ ես դու այ ախպեր ես կասկածամտությունը այս թերավատությունը քեզ ինչքան է հետ գցում եթե աշակերտների փոքր կասկածը նրանց գերեզմանից հետ բերեց նրանք առաջի տեսնողը չեղան ուղակի տեսնողին լսեցին հետո տեսան Թոմասը ոչ նա տեսավ ոչ սրան հավատաց ոչ էլ երկրորդ ու երրորդ այցելությունը տեսավ Հիմա տեսեք, ասում 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց եւ ասեց. «Խաղաղություն ձեզ»։ Ու պատտվում է Թովմասի կողմը։ Հետո Թովմասին ասեց. «Բեր»։ Հիմա պատկերացեք, որ շատերը տեղյակ չեն կամ մոռացել են, դե 8 օր անցել է, երկար ժամանակ անցել, մեկ էլ մեկը մեկին sense ուղակի դիմում, ասում ես ինչ եղել։ Այսինքն ոնց մի անգամից ինձ եկար առած բարելուս բեր մատեր Հիսուսը լսել էր Հիսուսը գիտեր ինչ ա ուզում Թովմասը մի քարոզիչ կար ասում էր եթե Հիսուսին մեր հավատքն ա բերում տվյալ վայր այս պարագայում Թովմասի անհավատությունը Հիսուսին բերեց այդ վայր Թովմասը այնքան անհավատ էր որ Հիսուսն եկավ բայց ես խորհուրդ կտամ դուք հավատացյալ լինեք որովհետև դա Հիսուսի հորդորն է Ասեց բեր քո մատը այստեղ եւ տես իմ ձեռքերը, բեր քո ձեռքը իմ կողքի մեջ խրիր, մի երկմտիր, այլ հավատա։ Թովմասը պատասխանեց ու ասեց նրան. Դու իմ Տերն ես, իմ Աստվածը։ Հիսուսը նրան ասաց, Հիսուս չասեց վերջապես, օծությունը հվեց եւ զավակս փոխվեց, չէ։ Հիսուսը նրան ասեց. հավատացիր, քանի որ տեսար ինձ, երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու։ Իդես մենք մեր ծառայության մեջ գուցե կյանքում որ մեկին մի բան ապացուցում ենք վերջապես տեսար Թոմաս չէ ասեն Հիսուսը տես չէ Հիսուսը ուզում է ճիշտ մարդ տեսնի ճիշտ որակներով ոչ թե ապացուցի որ ինքը ճիշտ է այլ իր նման ճիշտ դարձնի դիմացինին Հիմա ինքը աշակերտների մոտ լավամարդ չեղավ ու ապացեց տեսակ Պետրոս Թոմասին ինչ օրը գցի ասում եք Հիսուս Թոմասից վախենում ես Թոմասի կասկածամտություններին հակառակություններին ինչի միած չես արձագանքում Մի բան չանեմ, ասում ես, հետից գնա սատանա, բայց Թոմասը այդքան հակառակվում է, մի հատ ձայն չես անում։ Չկան եկեղեցում ես բողոքանում, ով ջան, ոնց որ հետևիցս ընկածնես։ Բա ոնց է, այս ինչ աղբերը ծխում ախում է, մի հատ ձայն չես անում, բայց հենց ես մի հատ, ասենք, ասում եմ, Աստված չկա արձագանքում ես, դրանք նույնն է։ Դրանք շատ տարբեր են իրարից։ Հիմա Հիսուսը դա չէր ասում։ Նա կանգնեց, ասեց Թոմաս, ճիշտ է, դու հիմա հրաշք ես տեսել, այն 50 տարվա հավատացյալներ կային, որ Իրանց իրաց երգը երգում ես հնդկական այդ ակորդներից հուզվում հելում եմ ասում ժողովուրդ Տերը կենթանի է բա 50 տարի դու ինչ էիր անում 50 տարի եկեղեցի եկել ես չես իմացել որ Հիսուսը հարուցյալ է Հիսուսը կենթանի է հիմա Թոմասը հրաշք տեսավ ու տպավորվեց ասես դու իմ Տերն ես իմ Աստվածն ես Հիսուս ասեց Թոմաս սա երանելի վիճակ չի երանելի վիճակը այն վիճակն է երբ Աստծուն հանդիպած ինձ հանդիպած վկայություն տվող մարդկանց խոսքին հավատում ես առանց ինձ տեսնելու Որի մեջ հիմա մենք ենք սիրելի քույրեր եղբայրներ։ Մեր վիճակը ավելի երանելի է, քան Թովմասի վիճակը, որ տեսնում էր Հիսուսին։
Որովհետև Հիսուսին տեսնող Թովմասին Հիսուսը չասեց երանելի, բայց հետո նրանց տված լուրին հավատացող հավատացյալներից ասում է երանի։ Եվ Թովմասն ապաշխարեց։ Դուք ասես ի՞նչ գիտես Հովիվ ջան, կարող նորից նույնը մնաց, չէ։ Երբ Հիսուսը խոսում է, մարդու կյանքը փոխվում է։ Թովմասն ապաշխարեց եւ դրա վկայությունը մենք գտնում ենք Գործք առաքելոց առաջի գլխի 13-ից 14 խոսքում։ Ասում է, երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին Պետրոսը, Հակոբոսը, Հովանեսը, Անդրեասը, Փիլիպոսը ու Թովմասը։ Բանից պարզվում է Թովմասը Հիսուսի հետ հանդիպելուց հետո էլ չէր բացակայում։ Երբ ժողով էր, աղոթքա ժողով էր, հավաքույթ էր, այդ օրը իրաց տուն մարդ չէր գալիս։ Այդ օրը լավ պատվեր չէր գալիս։ Չէ, մարդիկ արտասում են, ով ջան, ասում տունը մարդ է եկե։ Մի օր մեր եղբայրներից մեկը զանգեց, ասեց, պապանա զանգի, ասում ինտերնետը կտրվել է։ Մեր տղեկից մեկն էլ ասեց, լցում է հարևանի տուն, շուտ հասի փակի, ինտերնետը կտրվել է, լցում է հարևանի տուն։ Միշտ այնպես պատճառներ կա, չէ։ Վայ ինտերնետը անջատվել է, Հովիվ ջան, չեմ կարա գամ հավաքույթի, վայ, լավ պատվեր է, Գորիս պետքա տանեմ մեքենայով, չեմ կարա գամ։ Թովմասն էլ մտածում եք Թովմասը արդարանալու պատճառ չուներ։ Ասում էր, սա հույսս Հիսուսի վրա է, սա բան ու գործ թողե գալիս է Հիսուսի հետևից, սենց են վարվում բան մարդկանց հետ ախպեր։ Էս էր հավատքը։ Էս էր եկեղեցի, մեր պատկերացած հոգևորությունը էս էր, ես գնացի, ես իմ ուր էր գնացել։ Դե կասկածամիտ մարդը միտեղ երկար չի մնում, մի օր ստեղա, մի օր ընդեղա, մի օր ընդեղա, վերջում էլի հետ եկավ Հիսուսի մոտ, Հիսուսը դարձրեց միամիտ, երկմիտին դարձրեց միամիտ։ Թովմասն էլ էր այդտեղ ներկա։ Եվ մենք նաև գիտենք, որ ներկա էին, հավաքված էին մի քանի կանանց հետ, Հիսուսի մայր Մայրամի հետ, եղբայրների հետ միասին, ել չկարդամ, նրանք ամեն օր աղոթքի մեջ էին ու սպասում էին Հիսուսի տված խոստմունքին։ Եվ Գործք առաքելոց 2-րդ գլուխն ասում է, որ հոգին իջավ բոլորի վրա, ովքեր որ այդտեղ ներկա են։ Դրանց մեջ էր նաև Թովմասը։ Առաջի անգամ, երբ Հիսուսը փչեց ու ասեց առեք հոգին, Թովմասը չկար, որովհետև բացակա էր, ավելի կարևոր գործով ինչ որ տեղ էր գնացել։ Բայց ապաշխարությունը, Հիսուսի հետ հանդիպումը փոխեց նրա կյանքը ու նրան վերադարձրեց ելման դիրք, ելման կետ։ Եվ երբ որ նա եկավ այն տեղը, որտեղ պիտի հանդիպեին ու հավաքվեին բոլորը, Սուրբ Հոգին եկավ այդ միաբանության վրա, եւ նա էլ լեցվեց հոգով ու դարձավ Հիսուսի զորավոր աշակերտն ու առաքյալը, ով վերջում էլ նահատակվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանի քարոզչության համար։ Լավ է, որ Թովմասին հաջողվեց փոխվել։ Լավ է, որ Թովմասը հասցրեց 8 օր հետո, 10 օր հետո, այն ինչ որ ուրիշները ստացան օրեր, տարիներ ու ամիսներ առաջ ինքը վերցրեց դրանցից ուշ, բայց գոնե վերցրեց։ Բայց սա խրատ եւ օրինակ է մեզ համար, որ երբ եկեղեցին հավաքվում է, երբ Աստծո խոսքը գնում է, մենք ավելի կարևոր գործ չունենք, որովհետև այդ պահին, այդ ծառայության, այդ չհայտարարված ծառայությանը կարող է Հիսուս այնպիսի մի այցելություն անել։ Նախապես պլակատներով եւ ինտերնետում հայտարարություն չի տալիս նա էլ գալուց առաջ։ Նա գալիս է իր խոսքի համաձայն, իսկ նա ասել էր հավաքվեք եւ սպասեք, ասա իմ եղբայրներին գնում եմ իմ հորս մոտ, падգամը չի փոխվե։ Եվ նա եկավ ու Թովմասը չկար։ Սիրելիս, երբ դու բացակայում ես ամեն պիտանի եւ անպիտան պատճառներով, դու չգիտես դու ինչ կթողես։ Դու չգիտես այդ օրը ինչպիսի այցելություն կլինի, ինչպիսի խոսք կլինի, Հիսուսը ինչ ձևով կշարժվի, ինչ կարձակի, ինչ կտա, որի կարիքը դու շատ ունես, բայց մտածում ես, որ չէ, դրանից ավելի կարևոր գործ կա։ Ես հավատում եմ, եթե հայտարարություն լիներ այդ ժամանակ, որ Հիսուսը ժամը 7-ին գալիս է, Թովմասը տեղ կլիներ։ Եթե ոչ հավատելու, գոնե քննելու։ Բայց Հիսուս գալիս է անսպասելի, որովհետև մեր հավատքը պետք է սպասում ունենա, մեր հավատքը պիտի գործ ունենա։ Մենք չենք հավատում տեսնելով, մենք հավատում ենք լսելով։ Եվ Հիսուսն ասաց երանի նրանց Թովմաս, բայց կյանքը ցույց տվեց, որ Թովմասն ապաշխարեց ու ինքն էլ դարձավ երանելիներից մեկը։ Այսօր իմ ու քո հերթն է։ Չհակառակվենք, կասկածի տակ չդնենք Աստծո խոսքը։ Եթե այսօր մենք հակառակվում ենք այսպես կոչված, եթե կարելի ասել, փոքրիկ ճշմարտություններին, դու վաղը հափշտակության լուրին էլ չես հավատա։ Դու վաղը չես հավատա երկնային արքայությանը, դու վաղը կմերժես երկնավորների մեջ եղող հավիտենական կյանքը, որովհետև այդ փոքրիկ թթխմորը ամբողջ զանգվածը կխմորի։ Դրա համար առաքյալը մեզ ասում է, Աստծո խոսքը ասում է, 5 թթխմորը ձեզանից դուրս արեք։ Եթե կա ձեր մեջ կասկածամտություն, երկմտություն, Հակոբոս առաքյալն ասում է, ով երկմիտներ, ապաշխարեք, փոխվեք։ Մենք պիտի թույլ չտանք երկմտությունը պաշարի մեզ, մեր միտքը։
Եվ մենք այնքան պետք է մատերիալիստ չլինենք, որ տեսնեմ հավատամ, ձեռտամ հավատամ, լսելով հավատա։ Եթե դու ինքը չես տեսել, գոնե տեսնողին հավատա։ Գիտեք, այսպիսի մի տարածված խոսք ասում է, եկեղեցում կամ առաջնորդում ես, կամ հետևում, կամ հեռանում։ Հիմա եթե հետևում ես, հետևիր, եթե առաջնորդում ես, առաջնորդիր, եթե երկուսի մեջ չկաս, դու ուղղակի հեռանալու ես, որովհետև չես գտնի քո տեղը։ Բայց արի սկսի հետևելուց։ Հիսուսի աշակերտներին առաջի խոսքը սա էր, միշտ նրանք կդառնային առաքյալ, արի իմ հետևից, հետևիր ինձ։ Հետո նրանք դարձան մարդիկ, ում հետևից գնում էին հազարավորներ, ազգեր, եւ մինչեւ այսօր այն Սուրբ Հոգու թողած պատգամով առաջնորդվում են միլիոնավոր մարդիկ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, պատգամիս հիմնական իմաստը սա է, թույլ մի տվեք, որ բացասականությունը, կասկածամտությունը հաղթի հավատքի խոսքին, ձեր ականջներում, ձեր սրտում, եկեղեցում, կյանքում, ընտանիքում, սա ձեզ լավ տեղ չի տանի։ Դուք զրկանքների մեջ կմնաք, մինչ եկեղեցին կորտնվի կվերցնի, դու կզրկվես, հետո կլսես, կափսոսես, կկասկածես, բայց արդեն ուշ է։ Տիրոջ շնորհքով եւ ողորմությունով 8 օր հետո կամ մի քանի օր հետո Թովմասին եւս տրվեց, բայց որտեղ է երաշխիքը, որ քեզ կտրվի։ Ինչ է Հիսուսը խոստացավ աշակերտներին, որ Թովմասին կտա, ոչ, բայց շնորհքի մեջ տվեց։ Թող Աստված շնորհք անի նաեւ ինձ եւ քեզ համար, որ մենք այն ինչ որ կորցրել ենք, գոնե վերագտնենք հիմա։ Այն հպումը, այն նվիրվածությունը, այն հավատքը, այն հնազանդությունը, այն հետևողականությունը, որ կա Աստծո նպատակին, տեսիլքին, Տիրոջը ծառայելուն, մենք կասկածի տակ չդրենք, ու երբ եկեղեցին հավաքվում է միտեղ, ես չգիտեմ, մենք որտեղ ինչ կարևոր գործերով չբացակայենք, լինենք միաբանության մեջ, լինենք եկեղեցու մեջ, որտեղ 2-3 հոգի հավաքվեն, Հիսուսը տեղ է գալու։ Հիսուս չի գալիս ամեն տեղ, չի գալիս ամեն հայտարարված ժողովի մեջ, նա գալիս է այնտեղ, որտեղ ինքն է ուզում, որտեղ իրանը հաճելի։ Դրա համար թող Տերը լուսավորի մեր միտքը, հասկանանք մի պարզ ճշմարտություն։ Եթե մենք կասկածենք փոքր ճշմարտությունների վրա, մենք վաղը չենք հավատալու մեծ ճշմարտություններին։ Եթե մենք այսօր կասկածում ենք Ղազարոսի հարության վրա, մենք վաղը չենք հավատալու Հիսուսի հարությանը։ Դրա համար այսօր եկեք լսենք, հավատանք, որպեսզի Աստծո փառքը տեսնենք։ Ոչ թե տեսնենք նոր հավատանք, այլ հավատանք, որպեսզի տեսնենք Աստծո փառքը։ Թող Տերը լուսավորի մեր միտքը, մեր սիրտը, մեր աչքերը, որպեսզի մենք տեսնենք, որ Թովմասի նման երբեմն մենք էլ բացակայենք։ Աղոթքա ժողովա չկա։ Մի ազնվորություն զանգեցից ասում է, գիտես, աղոթքա ժողով ունենք եկեղեցում, բայց օրը գալիս է գնում եմ, տեսնում եմ, ես ու հայրս ենք։ Ասում է, այդ ադմինիստրատորը ծաղրում, ասում է, շատ չեք, այսինքն փողը տալիս է եկեղեցին, տեղը վարձրել է, աղոթողները չկան, այդ երկու հայերը գնում աղոթում, գալիս են, դա արտերկրում է։ Ասում ասեցի, ասում ես էլ սենց ասեցի, չէ, շատ ենք, խենք քիչ։ Լավ էլ շատ ենք, ես եմ, պապանա, երկնային պապանա, արեշտակներն են, Սուրբ Հոգին է, իր խելքի չափով բացատրել է, բայց ես չեմ ուզում այդպես լինի։ Ես ուզում եմ որոշված ժամանակ, երբ Մարիամ Մագդաղանացին գնաց ասեց հավաքույթ է լինելու։ Հավաքվեք, սպասեք։ Հավատացին, սպասեցին, տեսան։ Երբ որ մի բան հայտարարվում է, երբ միաբանություն կա, մի տարբերվի կասկածամտությամբ։ Կողքից տենց իմաստուն ես, ասում ես, ասենք չի ջոկում։ Վերջում կջոկես, որ դու չէիր ջոկում։ Ոնց որ Թովմասը տվեց գլխին, արդեն ուշ էր։ Եկավ տեսավ Պետրոսն ասում է, գիտես ինչ իշխանություն ունենք։ Չեմ բացատրել, ուղղակի կրկնում եմ։ Ում մեղքերը բռնենք բռնված է, ում թողենք թողելու է, փչեց մեր վրա ասեց Սուրբ Հոգին օրեք։ Դու պատկերացնում ես Թովմասի վիճակը, ոնց բայ ես։ Բա տեղում լինել դու եք ստանայիր։ Ամենակարևոր պահին չկայր։ Բայց հետո ստացավ։ Եկեք կանգնենք մեր ոտքերի վրա։ Ասա Տեր, ես տեղում եմ։ Ես վերադառնում եմ։ Ես գալիս եմ։ Ես չեմ կասկածում, ես հավատում եմ։ Թեև մարդիկ են տալիս քո հարության լուրը, փրկության լուրը, քո խոսքը, բայց ես հավատում եմ։ Ես գիտեմ, որ դու ներկա ես, որ դու հանկարծակի ես գալու, անսպասելի ես գալու, Տեր։ Պահիր մեզ, պահիր մեր ընտանիքները, պահիր մեր կյանքը, Տեր։ Սուրբ Հոգի, խնդրում ենք առաջնորդիր մեզ։ Հալելույա։ Պահիր մեզ այս կյանքի ճանապարհների մեջ։ Պահիր դժվարությունների մեջ։
Առաջնորդիր մեզ քո խոսքով, առաջնորդիր մեզ քո պարգևներով, հասունացրում ես, կատարյալ դարձրում, որպեսզի վարդապետական տարբեր քամիներից չտարուբերվենք, երկմիտ չլինենք, հոգևոր մանուկ չլինենք, Տեր, այլ հասունանանք, մեծանանք ու դառնանք քո որդու փառավոր պատկերի նման։ Հիսուս, 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 հալելույա, ամեն բան դու գիտես, ինչ եղել է Տեր, ինչ ես չգիտեմ, որ գալու է Տեր, սիրտս պատրաստի, ոտքերս զորացրու, կրակի միջով կրկումը տանցկացրու, ամեն բան դու գիտես, ինչ եղել է Տեր, ինչ ես չգիտեմ, որ գալու է Տեր, սիրտս պատրաստի, ոտքերս զորացրու, կրակի միջով կրկումը տանցկացրու, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, կյանքիս ուղին անցնեմ, թեև գնամ մահվան, միայն չկորցնեմ սերդ հայրական, չվախենամ մահից, երկինքը չուրանա, ամուր բռնվեմ, մինչ քեզ միանամ, կյանքիս ուղին անցնեմ, թեև գնամ մահվան, միայն չկորցնեմ սերդ հայրական, չվախենամ մահից, երկինքը չուրանա, ամուր բռնվեմ, մինչ քեզ միանամ, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, Տերն է իմ հույսն ու փրկությունը, նա ապավեն է կյանքի, Տերն է իմ հույսն ու փրկությունը, նա ապավեն է կյանքիս, Տերն է իմ հույսն ու փրկությունը, նա ապավեն է կյանքիս, և ես ումից վախենամ, և ես ումից սարսափեմ, երբ Տերը հույսն է կյանքիս, լույսն է կյանքիս, հույսն է կյանքիս, և ես ումից վախենամ, և ես ումից սարսափեմ, երբ Տերը հույսն է կյանքիս, լույսն է կյանքիս, հույսն է կյանքիս, և ես ումից վախենամ, և ես ումից սարսափեմ, երբ Տերը հույսն է կյանքիս, լույսն է կյանքիս, լույսն է կյանքիս